վարչապետի հետ Թալին թիրախավորվեցի, դարձա, չգիտեմ, չուտ լինի ազգի դավաճան, որ գնացել եմ երկրի վարչապետի հետ մասնակցում եմ պատարագի։ Հիմա ես համարում եմ դա ոչ առողջ մթնոլորտ, դա չի կարա նորմալ լինի։ Այսինքն, եթե ես օրինակ ժամանակին վարչապետին քննադատել եմ, ապա ես հիմա իրավունք չունեմ գնա վարչապետի հետ մասնակցեմ պատարագի կամ սեղմեմ նրա ձեռքը, սա ինչ տրամաբանություն է, սա ինչ աբսուրդ է, որը տեղի ունենում։ Իդեպ դա տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։ Այն իմ ընդդիմադիր գործընկերների այսպես կոչված, որոնց հետ ես կարծես թե նույն ճամբարում եմ, հա, որպես ընդդիմադիր հայացներով տերմարդ։ Դուք ինչի եք վատ զգում, չեմ հասկանում։ Ուզում ասեմ, ի՞նչն է ձեր խնդիրը, որ դուք պիտակավորում եք, վիրավորում եք, սոցցանցերում ձեր մեկը մյուսին հերթ չեք տալիս Մեհեր Արմենիային դնել ու քննադատել, պիտակավորել։ Լավ, դա ամոթ է, էլի ամոթն էլ է լավ բան, որը որ իհարկե կորել է մեր հասարակության միջից, որը որ պետքա շտապ վերադարձվի։ Որտեւ այն ժամանակ, երբ որ ես փոքր էի ու դեռ սովետական տարիներին եմ հիշում ինձ, ամոթ բառը ու ամոթ է, դա շատ լուրջ էր էլի, որ մարդուն ասում են լավ ամոթ է, մի ասա կամ մի արա, մարդը իրեն կարգեր հրավիրում, իսկ հիմա ամոթը կորել է,